Իրանի հրթիռային հարձակումը տապալվել է։ Ամերիկյան կողմը հայտնել է իրանական հրթիռների որսման մասին, ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան հարվածել են Իրաքի տարածքում գտնվող թիրախներին, որտեղ գտնվում էին Իրանի աջակցությունը վայելող զինյալները։ Իրանը նաև անօդաչու սարքեր է արձակել, Սաուդյան Արաբիան հայտարարել է դրանց խոցման մասին։ Իրավիճակը թեժ է մնում Կարմիր ծովի հատվածում, հութիները շարունակում են շրջափակել նավթային ուղիները։ Սա ավելացնում է լարվածությունը էներգակիրների միջազգային շուկայում, քանի որ Հորմուզին զուգահեռ նաև Կարմիր ծովի շրջափակումը տարածաշրջանը գրեթե ամբողջապես կտրում է միջազգային շուկաներից։ Ամերիկյան զորքերի կորուստները մեծացնում են լարվածությունը։ Թրամփը հայտարարել է, որ ամեն դեպքում կավարտի գործը, եթե Իրանը չգնա գործարքի։ ԱՄՆ-ի կոնգրեսը դեմ է պատերազմին, Թրամփի մերձավոր թիմը դա անխուսափելի է համարում։ Կողմերը շարունակում են պայքարը Հորմուզի նեղուցի վերահսկողության համար, այդ տարածքով է անցնում աշխարհի նավթի մոտ 20%-ը։ Միջնորդները փորձում են վերսկսել բանակցությունները, միակ արդյունքը այս պահին այն է, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են փոխադարձ հարվածները դադարեցնել։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Սան Բեռնարդինոյում հերթական խոշոր հրդեհն է, հրշեջները վիրավորվել են։ Փրկարարների սխրանքը Սպիտակ տան ուշադրության կենտրոնում, շնաձկներին հետևող ռոբոտը ծովափի նոր պահապան։ Եվ թողարկման երկրորդ հատվածում պատմելու ենք մի ամերիկահայի մասին, որը 200-ից ավելի պաշտոնապես գրանցված գյուտ ունի։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք օրվա թեմաներին։ Սիեթլի գրակոծների գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել, ըստ դրանց ռադիկներից առնվազն մեկը եւս սպանվել է հենց գրակոծների ժամանակ։ Հիշեցնենք, որ Սիեթլում սննդի փառատոնի ժամանակ 15-ամյա պատանին կրակել է ամբոխի վրա։ Գրակոծների հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել է եւս 4 անձ։ Ըստ քաղաքապետի առնվազն 2 մարդ կրակել է միմյանց վրա, դրանցից մեկը 19-ամյա երիտասարդ է։ Նա սպանվել է դեպքի վայրում, 15-ամյա կասկածյալը գտնվում է կալանքի մեջ։ Ոստիկանությունը փնտրում է երրորդ հնարավոր մասնակցին։ Վիրավորների թվում եղել է նաև երկամյա տղա, նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մյուս վիրավորները դուրս էին գրվել ավելի վաղ։ Ոստիկանները շարունակում են քննել ապացույցները եւ տեսանյութերը, պաշտոնական մեղադրանքը կառաջադրվի մոտ օրերս։ ԱՄՆ-ում այս տարվա ամենաաղմկոտ անհետացումից արդեն կես տարի է անցել։ Խոսքը Նենսի Գաթրիի առեղծվածային դեպքի մասին է, նրա դուստր Սավանա Գաթրին նոր տեսանյութ է հրապարակել։ Նա առևանգողների խնդրում է վերադարձնել մորը։ Պիմա շրջանի շերիֆը գործը ակտիվ է համարում, նա վստահ է հանցագործությունը դեռ հնարավոր է բացահայտել։ Նորից մանրուքներ են փնտրում հին տեսագրություններում։ Տարբեր լաբորատորիաներ միասին են աշխատում, հետաքննությանը մասնակցում է նաև FBI-ը։ Իրավապահները սպասում են ականատեսների նոր վկայություններին, գործը կշարունակի մնալ ակտիվ, Նենսի Գաթրիի որոնումները կշարունակվեն։ Սան Բեռնարդինոյում հերթական խոշոր հրդեհն է բռնկվել, այրվել է ավելի քան 30 ակր հողատարածք։ Դեպքը տեղի ունեցել 38-րդ մայրուղու մոտակայքում Թրման Ֆլատս հանգստի գոտու մոտ։ Հրդեհի մարման ժամանակ առնվազն 2 հրշեջ վիրավորվել է, այս մասին հայտնել է ԱՄՆ անտառային ծառայության խոսնակը։ Նրանց տեղափոխել են մոտակա հիվանդանոց։ Վիրավորների առողջական վիճակի մասին տվյալներ դեռ չկան։ Տեղանքը դժվարանցանելի է, տեսանյութերում երևում է, թե ինչպես է կրակը անարգել տարածվում թեք լանջերին։ Մոտակա բնակավայրերի բնակիչների համար տարհանման նախազգուշացում է հայտարարվել։ Տարածքում մի շարք ճանապարհներ փակ են, կրակի արագ տարածմանը նպաստում է շարունակվող շոկ եղանակը։ Առաջիկա օրերի համար տարածվել է ծայրահեղ շոկի մասին նախազգուշացում։ Այն կտևի մինչև հանգստյան օրերի ավարտը։ Հրշեջները շարունակում են պայքարել կրակի դեմ, իսկ շրջակա բնակավայրերի բնակիչներին կոչ է արվել պահպանել զգոնությունը և հրահանգի դեպքում արագ տարհանվել անմիջական վտանգից խուսափելու համար։ Պատանի փրկարարը փրկել է երեխայի կյանքը, նա գրավել է նաև Թրամփի ուշադրությունը։ Դեպքը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Սիբերայթ լողափում։ Ծովի հզոր ալիքները քշել էին փոքրիկին, 16-ամյա փրկարարը անմիջապես նետվել է ջուրը։ Նա պայքարել է ալիքների դեմ և երեխային դուրս է բերել ափ։ Ականատեսները նրա աշխատանքը որակել են հիանալի։
Թրամփը X սոցիալական ցանցում արձագանքել է լուրին, նա գրել է շատ քաջ է, նա արժանի է դրան։ Նախագահը նրան հրավիրելու է Սպիտակ տուն, այնտեղ նրան կհանձնեն քաղաքացիական բարձր պարգև։ Էրիկ Թրամփը նույնպես գովել է պատանու, նա X հարթակում նշել է, սա Ամերիկայի լավագույն դրսևորումն է։ Շոքից փախնողները հայտնվել են ալիքների թակարդում։ Լոս Անջելեսի փրկարարները վերջին օրերին աշխատում են ծանրաբեռնված։ Ծովափնյա բարձր ալիքների պատճառով արձանագրվել է շուրջ 2000 կանչ, միայն շաբաթ օրը փրկվել է 1000 մարդ։ Թեև շաբաթվա սկզբին ջերմաստիճանը փոքր-ինչ նվազել է, սակայն հանգիստը շատ կարճ կտևի։ Օդերևութաբանները զգուշացնում են վտանգավոր շոկի մասին, որը շուտով կվերադառնա եւ կշարունակվի մինչեւ առաջիկա հանգստյան օրերը։ Որոշ վայրերում ազգային օդերևութաբանական ծառայությունը կանխատեսում է 35-ից 46 աստիճան շոկ։ Անթելոփ Վելիի եւ հովիտների բնակիչները պետք է շատ զգույշ լինեն։ Լոս Անջելես քաղաքում շրջանի ծովափնյա հատվածներում եւ Սան Ֆերնանդոյի հովտում ջերմաստիճանը կբարձրանա։ Օրինջ շրջանում նույնպես սպասվում է 32-ից 40 աստիճան տաքություն։ Սանտա Անա լեռներում ջերմաստիճանը կհասնի 39 աստիճանի։ Շոկ եղանակի հետ շարունակվող քամիները մեծացնում են հրդեհների վտանգը։ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի պետական համալսարանի շնաձկների լաբորատորիան փորձարկում է ջրային դրոն, այն կիսա ինքնավար ռոբոտ է, որը ապագայում կօգնի փրկարարներին։ Փրկարարները կստանան շնաձկների մասին տեղեկություններ իրական ժամանակում։ Տվյալները կօգնեն լողափի անվտանգության աշխատակիցներին։ Դրոնը կլսի սպիտակ շնաձկների ազդանշանները, այն կստուգի նաև ջրի գենետիկական նմուշները։ Ռոբոտի վրա կա օդային փոքր դրոն, այն ջրին կնայի վերևից։ Ամբողջ տեղեկությունը ռոբոտը կուղարկի լաբորատորիա Wi-Fi կապով։ Նախագիծը ֆինանսավորել են տարբեր գիտական հաստատություններ, այդ թվում Նյու Յորքի համալսարանի ռոբոտաշինության կենտրոնը։ Շուտով ռոբոտը փորձնական կպարեկի լողափերում 1 շաբաթ տևողությամբ։ ԱՄՆ-ում ցիկլոսպորիաս հիվանդությունը ակտիվ տարածվում է, արդեն ավելի քան 18000 դեպք է արձանագրվել։ Վարակի հիմնական աղբյուրը կարծես թե աղցանի տերևներն են։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտարարում է ծանր վիճակի մասին։ Միչիգանում վարակվածների պաշտոնական թիվը հասել է 9500-ի։ Ավելի քան 160 մարդ հոսպիտալացվել է, սննդի և դեղերի վարչությունը դեռ վստահ չէ վարակի աղբյուրի հարցում։ Մասնագետները նշում են, որ վտանգավոր են Taylor Farms de Mexico-ի հազարները։ Սակայն սա միակ պատճառը չէ, որոշ նահանգներում որպես աղբյուր կասկածի տակ են առել համեմը և մաղադանոսը։ Միչիգանի առողջապահության պատասխանատուները նշում են դրական միտումների մասին։ Կասկածելի աղցանը ետ կանչելուց հետո արտակարգ իրավիճակների բաժին դիմողները պակասել են, սակայն լաբորատորիաները մնում են ծանրաբեռնված, թեստեր կատարվում են միայն ծանր հիվանդներին։ Վարակի հստակ աղբյուրը դեռ բացահայտված չէ, բնակիչներին խորհուրդ է տրվում լավ լվանալ օգտագործվող բանջարեղենը։ Հիվանդության տարածման ալիքը մի փոքր մեղմացել է, բայց այն կարող է կրկին ակտիվանալ։ Ամերիկայում սննդամթերքի գները հասել են վերջին կես դարի ամենաբարձր մակարդակին, գների սովորական ռեժիմը դարձել է շքեղություն։ Մարդիկ ստիպված են փոխել իրենց սովորությունները, նրանք ավելի հաճախ են օգտվում զեղչերից, հաճախորդները նաև խուսափում են սիրելի ապրանքներից։ Շատերը հրաժարվում են նույնիսկ մսից։ Գնումներ կատարելիս սպառողները դարձել են ավելի զգուշավոր, նրանք հաճախ են փոխում խանութները ավելի էժան տարբերակներ գտնելու համար։ Նույն վիճակում են միլիոնավոր մարդիկ։ Կառավարության տվյալներով 2019 թվականի համեմատ սննդի գները աճել են 33%-ով։ Պատճառները բազմաթիվ են եւ բարդ, կորոնավիրուսից մինչեւ Իրանի հետ պատերազմ։ Վառելիքի գների աճը նույնպես ավելացրել է ծանրաբեռնվածությունը, այն դոմինոյի էֆեկտով տարածվել է նաեւ այլ ոլորտների վրա։ Փորձագետները հուսադրող նորություններ չունեն, հաշվի առնելով ներկա զարգացումները, առաջիկայում թանկացումների նոր ալիքներ են կանխատեսվում։ ԱՄՆ հետախուզական համակարգը նոր ղեկավար ունի։ Սենատը հետախուզության պետի պաշտոնում հաստատել է Ջեյ Քլեյթոնին 51 կողմ և 47 դեմ ձայներով։ Քլեյթոնը կառավարելու է կտրուկ կրճատված կազմով կառույցը։ Նախորդ պետը վերջին շրջանում 5 անգամ կրճատումներ է արել, ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի աշխատակազմը պակասացնելով մոտ 30%-ով և հասցնելով 1000-ի։
Դեմոկրատները մտավախություն ունեն, որ Քլեյթոնը կենթարկվի Սպիտակ տան ճնշումներին։ Քլեյթոնը կստանձնի պաշտոնը առանց հստակ աջակցության ընդդիմադիր կողմից։ Իրավիճակը հետախուզական համակարգում մնում է անորոշ։ Նախկին տնօրեն Թուլսի Գաբարդը հրաժարական էր տվել ընտանեկան խնդիրների պատճառով։ FBI-ը Սան Բեռնարդինոյում խուզարկություն է կատարել թիրախում շրջանի վերակացու Քերթ Հագմանն է։ Գործակալությունը այցելել է նրա տուն եւ գրասենյակ, հետաքննությունը մանրամասներ դեռ չի հայտնում, այն գաղտնի է պահվում։ FBI-ից հայտնում են, որ գործում են դատարանի որոշմամբ, հայտնի չէ թե արդյոք նա տանն է եղել, թե ոչ։ Հագմանը ներկայացնում է 4-րդ շրջանը, որի մեջ են մտնում Քինոն, Օնտարիոն, Չինո Հիլզը, Մոնտքլերը եւ Ափլենդը։ Նա պաշտոնը ստանձնել է 2014 թվականից, որևէ պաշտոնյա դեռ չի արձագանքել հարցմանը։ Քննությունը շարունակվում է սահմանված կարգով։ Իրավապահները խոստացել են ավելի ուշ ներկայացնել դեպքի մանրամասները։ Սպանության փորձի մեջ կասկածվողը հիվանդանոցում հարձակվել է ոստիկանի վրա, որպես զենք օգտագործելով կտրված ապակու կտոր։ Դեպքը տեղի է ունեցել Թաուզենդ Օքսի հիվանդանոցում։ Կասկածյալը Սիմի Վելի բնակիչ է։ Ոստիկանները կանչով գնացել էին նրա տուն, ամուսինը դանակահարել էր կնոջը եւ ինքն իրեն։ Երկուսն էլ տեղափոխվել էին հիվանդանոց։ Հիվանդանոցում կասկածյալը վերցրել է դեղորայքի ապակե սրվակը, կտրել այն եւ վնասել ինքն իրեն, ապա հարձակվել է ոստիկանի վրա։ Ի պատասխան ոստիկանը կրակել է կասկածյալի վրա, հանցագործը ստացել է բուժում։ Ապաքինվելուց հետո նրան տեղափոխել են Վենտուրա շրջանի բանտ։ Ոստիկանության դեպարտամենտը հաստատել է հարձակման մանրամասները։ Հարձակման ենթարկված ոստիկանը համակարգում աշխատում է 2021 թվականից։ Թե ինչ վնասվածքներ է ստացել նա վերջին հարձակման ժամանակ չի մանրամասնվում։ Ամբողջ աշխարհում չիպեր արտադրողների բաժնետոմսերը կտրուկ էժանացել են, Nasdaq 100 ինդեքսը նվազել է 10%-ով, սա շուկայի անկման նշան է։ Վաճառքը սկսվել է Ասիայից, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի շուկաները անկում են ապրել։ Չինական ընկերության մասին լուրերը վատ են ազդել համաշխարհային շուկայի վրա։ Dell Technologies ընկերության բաժնետոմսերը նվազել են 13%-ով, Intel-ի արժեթղթերը էժանացել են 7%-ով, Samsung-ը կորցրել է ավելի քան 15%։ Շուկայում տիրում է անհանգստություն, պատճառը արհեստական բանականության հետ կապված ծախսերն են։ Մարդիկ վախենում են նոր զարգացումներից։ Apple-ը դարձել է աշխարհի ամենաթանկ բաժնետիրական ընկերությունը, այն գերազանցել է Nvidia-ին։ Ընկերության շուկայական արժեքը հասել է 5 տրիլիոնի։ Չնայած այս խառնաշփոթին S&P 500 ինդեքսը աճում է, ընդհանուր շուկան պահպանում է իր դիրքերը, բաժնետոմսերի վաճառքը շարունակվում է, մինչև տարեվերջ ներդրումները հասնելու են 870 միլիարդի։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ eBay-ը համաձայնեց վճարել $50 միլիոն, ընկերությունը տուգանվել է զույգին ահաբեկելու համար։ Նրանց ուղարկել էին կենդանի միջատներ եւ արյունոտ դիմակ, սա վերջակետ է դնում 6 տարվա դատական գործընթացին։ Դեյվիդ եւ Անյա Սթայներները լրագրողներ են։ Նրանք լուսաբանում են էլեկտրոնային առևտրի ոլորտը։ eBay-ի նախկին աշխատակիցները թիրախավորել էին նրանց։ Ընկերության աշխատակիցները կազմակերպել էին հետապնդում, նրանք ուղարկել էին սքոպսակ, կենդանի միջատներով տուփ եւ խոզի արյունոտ դիմակ։ Հանցավոր խումբը նույնիսկ ծրագրել էր հետևող սարք տեղադրել նրանց մեքենային։ eBay-ը հրապարակավ ներողություն է խնդրել, ընկերությունը խոստովանել է, որ կատարվածը սխալ էր։ Վճարման ենթակա գումարը կազմում է $48.7 միլիոն։ Դրան կավելանա $7 միլիոն բարեգործական նպատակներով։ Գլենդելում ոստիկանական հետապնդումը ավարտվել է անսպասելի փախուստով։ Վարորդը լքել է մեքենան ու փախել ոտքով։ Ամեն ինչ սկսվել է Արկադիայում։ Վարորդը չի ենթարկվել ոստիկանների պահանջին։ Սկսվել է հետապնդումը քաղաքի տարբեր փողոցներով։ Հետապնդվողը անցել է Փասադենայի փողոցներով, դուրս եկել 134-րդ ավտոմայրուղի եւ հասել Գլենդել։ Գլենդելում նա անսպասելի կանգնեցրել է մեքենան, դուրս ցատկել եւ փախել ոտքով, մեքենան թողնելով ճանապարհին։ Ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները։ Հանցագործը դեռ հայտնաբերված չէ։ Ոստիկանությունը դեռ չի հայտնել մանրամասները։ Այս միջադեպը երկար ժամանակ կատվածահար է արել երթևեկությունը։ Ավտոմայրուղին ժամանակավորապես փակվել էր, ավելի ուշ երթևեկությունը վերականգնվել է։ Լքվածին հրապարակը դարձել է կոյոտների որջը։ Կենդանիները գրավել են Վեսթ Հոլիվուդում գտնվող կիսակառույց բնակելի համալիրը։ Շրջակա տարածքի բնակիչները հաճախ են կոյոտներին հանդիպում իրենց տների մոտ։ Քաղաքային իշխանությունները տեղյակ են խնդրի մասին։ Քաղաքն անգամ ունի կոյոտների կառավարման ծրագիր,
2018 թվականից։ Իշխանությունները առաջնահերթություն են տալիս կենդանիների հետ խաղաղ համակեցությանը եւ հորդորում են կիրառել ոչ մահացու մեթոդներ։ Մասնագետները բնակիչներին կոչ են անում ձեռնարկել մի քանի քայլեր վայրի կենդանիների հարձակումներից խուսափելու համար։ Մասնավորապես չի կարելի կերակրել կոյոտներին, չի կարելի փոքր երեխաներին դրսում թողնել առանց հսկողության, չի կարելի նաև աղբը թողնել տան հարևանությամբ։ Տան շրջակայքը ցանկալի է մաքրել թփերից եւ տեղադրել շարժման հետ ակտիվացող լուսավորման համակարգ։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ Մանու Հարությունյանը ձեզ է պատմելու ցեղասպանությունից փրկված ամերիկահայ հանճարներից մեկի մասին։ Բարև ձեզ։ Երբ այսօր օգտվում ենք բանկոմատից, հազվադեպ ենք մտածում այն մարդու մասին, որն այդ հնարավորությունը ստեղծել է։ Լյութեր Սիմջյանը ամերիկահայ գյուտարար էր։ Նրա գաղափարները փոխեցին ոչ միայն բանկային ծառայությունները, այլև տեխնոլոգիական մտածողությունը։ Նրա պատմությունը սկսվում է Օսմանյան կայսրության տարիներից եւ հասնում մինչեւ ամերիկյան նորարարության կենտրոններ։ Լյութեր Ջորջ Սիմջյանը ծնվել է 1905 թվականին Օսմանյան կայսրության տարածքում, Արևմտյան Հայաստանի Այնթափ քաղաքում։ Հայոց ցեղասպանության տարիներին նա կորցրել է ընտանիքի հետ կապը եւ դժվարություններով հասել է Բեյրութ, ապա Ֆրանսիա եւ վերջնականապես տեղափոխվել Միացյալ Նահանգներ։ Ամերիկայում նա սկսել է աշխատել լուսանկարչության ոլորտում, հետագայում դառնալով ինքնուս ինժեներ եւ գյուտարար։ Սիմջյանի պատմությունը միայն մեկ սարքի մասին չէ, նա այն մարդկանցից էր, որոնց ազդեցությունը տարածվեց տարբեր ոլորտներում։ Նրան հաճախ համեմատում են Թոմաս Էդիսոնի նման գյուտարարների հետ, որովհետև ինչպես Էդիսոնը, նա նույնպես փորձում էր տեխնիկական նորարարություններով լուծել առօրյա խնդիրները։ Նրա անունով գրանցված է ավելի քան 200 գյուտ։ Լյութեր Սիմջյանը իր գործունեության ընթացքում աշխատել է լուսանկարչության, բժշկական սարքավորումների, ավիացիայի, անվտանգության համակարգերի եւ ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտներում։ Նրա ստեղծագործական մոտեցումը հիմնված էր այն գաղափարի վրա, որ տեխնոլոգիան պետք է հեշտացնի մարդկանց կյանքը։ Չնայած նա երբեք չի դարձել հանրահայտ մեդիա դեմք, նրա աշխատանքները լայն ազդեցություն են ունեցել տարբեր ոլորտներում։ Սիմջյանի ամենահայտնի գյուտը այսօր բոլորին լավ ծանոթ բանկոմատի նախատիպն էր։ Այսօր միլիոնավոր մարդիկ օգտագործում են ավտոմատ բանկային սարքեր, բայց առաջին փորձերը հեշտ չեն եղել։ Սիմջյանը դեռ 1960-ականներին առաջարկեց սարք, որը թույլ էր տալիս հաճախորդներին բանկային գործարքները կատարել ինքնուրույն։ 1960 թվականին Սիմջյանը ստեղծեց բանկոգրաֆ կոչվող սարքը։ Այն հնարավորություն էր տալիս հաճախորդներին մուտքագրել գումար եւ ստանալ անդորագիր առանց բանկի աշխատակցի։ Առաջին տարբերակը լայն տարածում չստացավ, բայց դարձավ ժամանակակից բանկոմատների զարգացման կարևոր նախադրյալներից մեկը։ Սիմջյանի գաղափարը հետագայում օգտագործվեց ֆինանսական գործարքների ավտոմատացման ոլորտի զարգացման համար։ Բայց բանկոմատը նրա միակ մեծ նորարարությունը չէր։ Սիմջյանը տասնամյակներ շարունակ ստեղծում էր սարքեր, որոնք ժամանակին առաջ էին իրենց դարից։ Նրա աշխատանքներից մեկը կապված էր լուսանկարչական տեխնոլոգիաների զարգացման հետ, եւ դեռ թվային լուսանկարչության աշխարհը գոյություն չուներ։ Սիմջյանը ստեղծել էր ավտոմատ լուսանկարչական համակարգեր, այդ թվում սարքեր, որոնք կարող էին արագ նկարահանում իրականացնել եւ մշակել պատկերները։ Նա աշխատել է նաեւ տեսողական սարքերի, բժշկական պատկերավորման եւ ռազմական կիրառություն ունեցող տեխնոլոգիաների վրա։ Նրա գյուտերի մեծ մասը հիմնված էր մեխանիկական եւ էլեկտրոնային լուծումների համադրության վրա։ Հակառակ իր հսկայական ներդրմանը Լյութեր Սիմջյանը միլիարդատեր չէր։ Նրա հաջողությունը չափվում էր ոչ թե անձնական կարողությամբ, այլ ստեղծած գաղափարների ազդեցությամբ։ Նա ղեկավարել է մի շարք տեխնոլոգիական ընկերություններ եւ իր կյանքի ընթացքում շարունակել է զբաղվել նորարարությամբ։ Սիմջյանը հիմնադրել եւ ղեկավարել է տեխնոլոգիական ընկերություններ, որոնց հիմնական ուղղություններն էին սարքավորումների նախագծումը, ինժեներական լուծումները եւ արդյունաբերական նորարարությունները։ Նրա աշխատանքը կապված էր ինչպես մասնավոր ընկերությունների, այնպես էլ պետական եւ պաշտպանական ոլորտների պատվերների հետ։ Նա մահացել է 1997 թվականին, թողնելով հարյուրավոր արտոնագրեր։ Լյութեր Սիմջյանի ժառանգությունը կապվում է նաև հայկական ինքնության հետ։ Նա ծնվել էր հայ ընտանիքում, անցել էր գաղթի ու վերապրումների դժվար ճանապարհ եւ կարողացել էր իր տաղանդը դրսևորել Ամերիկայում։ Հայաստանի հետ նրա կապը հիմնականում պատմական եւ մշակութային բնույթ ունի։ Նրա անունը հայկական սփյուռքի գիտական հաջողությունների կարևոր օրինակներից մեկն է։
Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով, իսկ մենք կսպասենք ձեր լայքերին եւ մեկնաբանություններին։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։